է մեր իրականությունը, սա է այն, ինչ որ ստեղծել է Նիկոլը այսօր, ու մարդկանց այս ցավը, որը իրենց մեջ եփվում է, այս է հետևանքը։ Եվ եկեք պարզ հայացքով նայենք իրավիճակի։ Ցավոք սրտի Նիկոլի դավաճանությունը ինքը վարակիչ դարձավ ու հասավ օղակների, որտեղ որ պիտի չհասներ։ Օրինակ, այդ դավաճանությունը ցավոք սրտի ողբերգական ձևով նաև հասավ մարդկանց, անձանց, ովքեր որ հոգևոր դաշտում էին, հոգևոր արժեքների կրող էին, եւ ինչպես հեքիաթը բոլորս գիտեն, Ձյունե Թագուհին, երբ որ տանում էին ծուռ հայլին, որը նենգափոխում էր իրականությունը, որը փշրվեց այնուհետ եւ տարածվեց բոլորի հայացքներում, ընկան փշուրներ ու մարդիկ կորցրեցին իրականության եւ ճշմարտության ընկալումը, նույն ձևով էլ Նիկոլի դավաճանությունը այդ ծուռ հայլու նման փշրվեց եւ տարածվեց։ Եվ երբ որ դա հասնում է արդեն հոգևոր անձանց, սա արդեն ողբերգություն է, որովհետեւ Նիկոլի պարագայում մենք բոլորս շատ ցավ ապրեցինք, այո, երբ որ տեսանք նրա դավաճանությունը, բայց նա ի սկզբանե էլ արժեքների կրող չէր եւ այս պարագայում, սակայն երբ որ հարցը հասնում է հոգևոր հայրերին, նրանց անկումը շատ ավելի ծանր է եւ նրանց համար եւ ամբողջ հասարակության համար, ու այդ անկումի ծանր հետևանքները բոլորս զգալու ենք մեր վրա։ Այս ամեն ինչը ասում եմ եւ այս ամեն ինչի հետևանքն են նաեւ կարգալույց քահանաների կողմից իրականացվող պատարակները, որի իրավունքը նրանք բացարձակապես չունեն։ Սրանից բացի նաև այդ դավաճանության վարակը հասավ խոցելի օղակների, մարդկանց, ովքեր կրթության պակաս ունեին, ովքեր գիտելիքի պակաս ունեին, արժեհամակարգի, մարդիկ, ովքեր չինքնահաստատված էին եւ Նիկոլի կողմից որոշակի պաշտոններ ստանալով հանդերձ, եսի ինչ որ եսապաշտական, եսի շահերից ելնելով ընկան վարակի հողի տակ, եւ այս ամեն ինչի մեջ պարզապես մի ցավալի կետ կա, որի մասին հաճախ եմ մտածում, ինչպես քիչ առաջ նաեւ Սոնյան էլ էր նշում, վերջերս տեսա ինչպես Հովանավանքում հոգեշնորհ Տեր շնորհքի ճանապարհը փակել էին ժողովրդավար Հայաստանում եւ թույլ չէին տալիս նրան գնալ Հովանավանք, Նիկոլի հորդաները, եւ երբ որ նրանց զգուշացվեց, որ մեղքի բեռի տակ են մտնում, երիտասարդներից մեկը շատ ողջևորված ասում էր, որ մի անիծեք, այստեղ շատ կարեւոր է հասկանալ, որ ոչ ոք ձեզ չի անիծում։ Երբ որ Նիկոլի դավաճանության վարակը վերցնում եք ձեզ վրա, երբ որ դավաճանում եք ձեր հոգևոր արժեքներին, երբ որ դավաճանում եք եկեղեցում, դուք ինքներդ ձեզ դատապարտում եք նզովյալ լինելուն։ Դատապարտում եք ոչ միայն ձեզ, դատապարտում եք նաեւ ձեր հարազատներին, ձեր ամբողջ Գերդաստան եւ մեր ամբողջ հայ ազգը։ Եվ այս նզովքի ու մեղքի ծանրությունը դառնալի հետևանքներ է ունենալու եւ դա ճշմարտություն է անհերքելի։ Ցավում ենք եւ միայն ցավում ենք ու ողբում ենք այս ամբողջի համար, ինչի մեջ որ հայտնվել են։ Հետևաբար Նիկոլի քահանաները, ովքեր կեղծ բարեպաշտության հողի տակ իրականացնում են այդ պատարակները, ինչ են անում, ոչ այլ ինչ, եթե ոչ հավատի ջարդ եւ քրիստոնեության աղավաղում։ Սա է այն ճշմարտությունը, որ մենք ունենք։